Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն ներկայացնելու համար անբերումդ եմ հրավիրում ազգային ժողովի աշտակազմ ղեկավար գլխավոր քարտուղար պարոն Դավիթ Արաքելյանի, խնդրեմ պարոն Արաքելյան։ Հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7 միլիարդ 264 միլիոն 247 հազար 100 դրամ։ Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային վերաբաշխումներ, նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով վերաբաշխումներ։ 2024 թվականի կառավարության որոշմամբ ազգային ժողովին հատկացվել է 275 միլիոն դրամ միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի պատշաճ կերպով կազմակերպման եւ անցկացման համար։ Ազգային ժողովի 2024 թվականին հատկացումների հաշվին կառավարության պահեստային ֆոնդ է վերաբաշխել 188 միլիոն 215 հազար դրամ կառավարության կողմից առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար։ Արդյունքում ազգային ժողովի ճշտված բյուջեն իր 8 միջոցառումների գծով կազմել է 7 միլիարդ 321 միլիոն 702 հազար 100 դրամ։ Դրամարկղային ծախսը 7 միլիարդ 155 միլիոն 871 հազար 100 դրամ։ Արդյունքում բյուջեն կատարվել է 97.7%-ով եւ ճշտված բյուջեի եւ դրամարկղային ծախսերի միջև շեղումը կազմել է 165 միլիոն 835 հազար դրամ, որը եւս փոխանցվել է պետական բյուջե։ 2023 թվականի համեմատ 2024 թվականի դրամարկղային ծախսը ավելացել է 211 միլիոն 338 հազար դրամով 10.3%-ով պայմանավորված ներկայացուցչական բնույթի միջոցառումների հետ, ինչպես նաև ազգային ժողովի շենքի պայմանների բարելավման շրջանակներում իրականացված ծախսերով։ 2024 թվականին ազգային ժողովի կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները. ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ, ճշտված բյուջեն կազմել է 6 միլիարդ 535 միլիոն 345 հազար 100 դրամ, դրամարկղային ծախսը 6 միլիարդ 480 միլիոն 485 հազար 300 դրամ, բյուջեն կատարվել է 99%-ով։ Ծախսերի կրճատման և արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով, արտասահմանյան գործուղումների գծով ծախսերով, ներկայացուցչական ծախսերով, շենք շինությունների ընթացիկ նորոգման ծախսերով տնտեսվել է 54 միլիոն 859 հազար 800 դրամ։ 2023 թվականի համեմատ 2024 թվականի դրամարկղային ծախսը ավելացել է 429 միլիոն 621 հազար 900 դրամով, որը պայմանավորված է գործուղումների, ներկայացուցչական ծախսերի եւ ինչպես վերնշեցի միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների նիստի անցկացմամբ։ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում 2024 թվականի ճշտված բյուջեն կազմել է 1 միլիարդ 300 միլիոն 200 դրամ, դրամարկղային ծախսը 1 միլիոն 190 հազար դրամ, վերապատրաստվել է 49 պետական ծառայող, ծրագիրը կատարվել է 91%-ով։ Ազգային ժողովի դերի բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում ազգային ժողովի 2024 թվականի հաստատված բյուջեով նշված միջոցառման համար նախատեսվել է 49 միլիոն 480 հազար դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 44 միլիոն 380 հազար դրամ։ Բյուջեն կատարվել է 90%-ով, միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5 միլիոն 100 հազար դրամ։ Իրականացրել ենք արդեն ավանդական դարձած ազգային ժողովի ամառային դպրոց ծրագիրը, որին մասնակցել են թվով 60 աշակերտներ, կազմակերպվել է միջոցառում Լոռվա մարզում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած երեխաների համար եւ նորից ավանդական դարձած ազգային ժողովի այգում նոր տարվա միջոցառումներ մեր հյուրերի համար։ Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման եւ մահարձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների աջակցություն, դա ավելացել է մեր մոտ որպես ծրագիր նախորդ տարի։ Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ 2024 թվականի ճշտված բյուջեն կազմել է 127 միլիոն 486 հազար 800 դրամ, դրամարկղային ծախսը 127 միլիոն 407 հազար 800 դրամ, բյուջեն կատարվել է 99.9%-ով։
Աջակցություն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքներին 2024 թվականի ճշտված բյուջեն կազմել է 491 միլիոն 403 հազար 700 դրամ, իսկ դրամարկղային ծախսը 396 միլիոն 181 հազար 600 դրամ, այստեղ բյուջեն կատարվել է 81%-ով, միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 95 միլիոն 221 հազար 100 դրամ, իսկ միջոցների տնտեսումը պայմանավորված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան որոշումների հիման վրա նպատակային ֆինանսավորման գումարներից նվազեցումներով։ Ազգային ժողովի տեխնիկական բարելավում 2024 թվականի հաստատված բյուջե վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել է 82 միլիոն 602 հազար 300 դրամ, իսկ դրամարկղային ծախսը 72 միլիոն 371 հազար դրամ։ Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում նշված միջոցառման համար նախատեսվել է 34 միլիոն 75 հազար դրամ, նշված միջոցառման դրամարկղային ծախսը կազմել է 33 միլիոն 855 հազար 400 դրամ։ Ցանկանում եմ նաև նշել, որ ազգային ժողովը միջազգային գործընկերության շրջանակներում իրականացրել ենք աշխատանքներ, միջխորհրդական միության երիտասարդ խորհրդարանի 10-րդ գլոբալ համաժողովն ենք անցկացրել Երևանում, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը։ Մենք նաև 2024 թվականին բավական ակտիվ շարունակել ենք մեր աշխատանքները մեր միջազգային գործընկերների հետ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, միջազգային հանրապետական ինստիտուտի, ազգային դեմոկրատական ինստիտուտի, ազգային ժողովրդավարական ինստիտուտի, ժամանակակից եւ ուժեղ խորհրդարան վարչակազմ արևելյան գործընկերության հետ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործընկերության հետ։ Շնորհակալություն, իրոք կպատասխանեմ ձեր հարցերին։ Շնորհակալություն, պարոն Արաքելյան, հարցեր, հիմնական զեկուցություն խնդրեմ, պարոն Մինասյան։ Պարոն Արաքելյան, երկու հարց ունեմ։ Առաջինը, եթե ունեք ձեր ձեռքի տակ նման տվյալ, 24 թվականի ընթացքում ընդհանուր գործուղումների կատարվող ծախսումների մեծությունը եւ գործուղումների թիվը ու քանի падգամավոր են մասնակցել այդ գործուղումներին, խոսք չի գնում աշխատակազմի գործուղումների մասին, այլ ազգային ժողովի падգամավորների գործուղումների մասին եւ եթե ունեք բաշխում ըստ խմբակցությունների, խնդրեմ ասեք, եթե չէ, ընթացքում տեղեկանքի տեսքով տակ։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Երկրորդը, որքան միջոց է ծախսվել ազգային ժողովի անվտանգության համակարգերի վրա, եթե կարանք sense ձևակերպենք, էլի։ Ոչ թե ընդհանրապես ազգային ժողովի պահպանման ծախսերի բանի առումով, այլ անվտանգության ուժեղացման ինչ-որ հարցեր են տրվել, սկսած ոնց է կոչվում ծառայությունը պետական պահպանության ծառայությունից հատկացում կա ազգային ժողովից թե ոչ եւ ուղիղ ֆինանսավորմամբ կամ տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու տեսքով խնդրեմ նաեւ այս թիվը հրապարակել։ Շատ լավ։ Շնորհակալություն հարցերի համար, պարոն Մինասյան, գումարային տեսանկյունից առանձին տվյալ չունեմ, թե գործուղումների վրա падգամավորների ինչքան գումար է ծախսվել, կարող եմ ասել, որ ընդհանուր եղել է 163 գործուղում, նորից ձեռքից տակ չունեմ տվյալ, թե դրանցից քանիսը որ խմբակցության падգամավորներն են մեկնել, կարող եք դիմել, մենք կտրամադրենք այդ տեղեկանքը, չնայած մեր մոտ ամեն ինչ հրապարակային ազգային ժողովի կայքում տեղադրվում է բոլոր նախագահի կարգադրությունները, դրանով է գործուղումները կազմակերպվում։ Ինչ վերաբերում է պետական պահպանության ծառայությանը, ոչ իրանք եթե ունենում են ծախսեր, որոնք պետք է անեն, անում են իրենց բյուջեի հաշվին։ Խնդրեմ ընդունեք, որ դիմեցի, որ ստանամ այդ տեղը։ Ընդունեցի։ Այլ հարցեր։ Ես այդ բարագայում մեկ հարց ունեմ եւ մեկ դիտարկում, պարոն Արաքելյան։ Հարցս վերաբերում է եւ սա բոլոր պետական մարմիններն է վերաբերում, խնդրում եմ պատրաստվեք այս հարցին, վերապատրաստվողների բավականին փոքր քանակ պլանավորածից նախատեսված բոլոր պետական մարմիններ, որովհետև մենք նախատեսում ենք ըստ էության հնարավորություն, ատեստացիա հնարավորություն, աշխատավարձի բարձրացման հնարավորություն եւ այլն, բայց չգիտես ինչի մեր պետական մարմինները չեն ցանկանում, պետական մարմնի աշխատակիցները չեն ցանկանում վերապատրաստում անցնել։ Խնդրեմ, որ սա մեկնաբանեք եւ երկրորդ դիտարկումը կներեք էլի պարոն Մինասյանի հարցի շրջանակներում, տեսեք,
ազգային ժողովը, եթե չեմ սխալվում, սահմանադրությամբ նա դիտարկում է նաև ժողովրդի ներկայացչական մարմինը, իսկ եթե հաշվի առնենք, որ ըստ էության իր կարգավիճակով են բարձրագույն ներկայացչական մարմինն է։ Սա ոչ միայն ենթադրում է падգամավորների շփումը երկրում եւ երկրից դուրս, այլ նաև պահանջում է շփում։ Եվ ես խնդրեմ, որպեսզի այդ տեսանկյունից նաև ներկայացնեիք, հա, եւ գործողները եւ ներկայացված պրոդուկտը եւ ըստ էության փորձենք հասկանանք, թե ընդհանրապես մենք ինչ ենք ուզում անենք, պետք է ինքնամփոփվենք Հայաստանի Հանրապետությունում եւ ըստ էության շփումները սահմանափակվենք, հասնենք զրոյի, թե մենք պետք է ընդհակառակը հաշվի առնելով եւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները հնարավորինս շատ պետք է ներկայացնենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային եւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ ամբողջ աշխարհում, որովհետեւ ըստ էության նայեք, մենք ունենք 60, չէ 70 բարեկամության խումբ։ 70 բարեկամության խումբը ենթադրում է առնվազն, հա, 70 այս կամ առնվազն կոմունիկացիա տարվա ընթացքում։ Կամ դրան կրճատենք, կամ փորձենք իրոք հասկանանք ինչ ճանապարհով են գնալու։ Խնդրեմ, Ռոբերտ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Առաջին մասից սկսեմ ձեր հարցի պետական ծառայողների վերապատրաստման վերաբերյալ, մենք ամեն տարի ուղարկում ենք պետական ծառայողների 1/3-ին վերապատրաստման, մենք դա մեր պարագայում դա 49 պետական ծառայող է եղել, իսկ եթե ավելի իրական կյանքում խոսանք, փորձենք հասկանալ, թե ինչու՞մ է խնդիրը, որ պետական ծառայողները չեն ուզում վերապատրաստվեն, բնավ այդպես չի, իրանք ուզում են վերապատրաստվեն, բայց այն գումարը, որ մեզ հատկացված է 49 պետական ծառայողի վերապատրաստելու համար, դա անկեղծ լինենք, գնում են ամեն 3 տարին մեկ կրկնելու նորից վերընթերցելու սահմանադրությունը, օրենքներ, իրանց վերաբերելի օրենքներ, մենք մեր միջազգային գործընկերների ֆինանսավորմամբ իրականացնում ենք թիրախային վերապատրաստումներ, փորձում ենք հասկանալ ազգային ժողովի աշխատակիցների, ոչ միայն պետծառայողների, այլ աշխատակիցների կարիքները եւ ըստ դրա մեր միջազգային գործընկերները տարբեր վերապատրաստումներ են ֆինանսավորում ազգային ժողովի համար։ Գործողությունների վերաբերյալ ես ամբողջությամբ կիսում եմ ձեր տեսակետը, իմ կարծիքով մենք պետք է падգամավորները գնան գործուղման, որովհետև միջազգային շփումը շատ կարևոր է, ինչպես նաև մենք պետք է կարողանանք որքան հնարավոր է միջոցառումներ անցկացնենք Հայաստանում, որը բարձրացնում է Հայաստանի ընկալումը աշխարհում ավելի դրական կերպով, նաև հյուրեր ենք ունեն, որոնք ծանոթանում են մշակույթի, ես մի փոքր բան պատմեմ Վիետնամի ԱԺ այցից հետո իմ ծանոթներից մեկը շատ փոքրիկ հյուրանոց ունի, երևի անցել էր մի ամիս 10 օր, ասում են բոլորը վիետնամցիք են արդեն, 10 սենյակ ունի այդ հյուրանոցում, ասում են բոլորը վիետնամցիք են, այդ մարդիկ գնացել են, իրենց երկրում ասել են, որ գեղեցիկ երկիր է, տուրիզմի համար զարգացած երկիր է, իրենց քաղաքացիները արդեն կարողանում են գալ Հայաստան։ Շնորհակալություն, պարոն Արաքելյան, ես էլ եմ այդ կարծիքի, իհարկե համաչափությունը պետք է հստորեն պահպանվի մեր ընդդիմադիր գործընկերների եւ կառավարող խորհրդարանական ուժի այցելությունների, փոխայցելությունների շրջանակներում այն համաչափությամբ, որը նախատես, չէ, պատվիրակությունների համաչափությունն եմ ես ասում, չեմ ասում այցերի համաչափություն, այցերը բոլորի համար պետք է հավասար լինեն, բայց իմ կարծիքով սա եզակի հնարավորություններից է նաև փորձես բարձրացնես քեզ ուզող հարցերը, եթե դու աշխարհաքաղաքական առումով եւ տարածքով շատ մեծ երկիր չես, իսկ ինչ վերաբերում է վերապատրաստումներին, պարոն Արաքելյան, այս հարցը ես ուզում եմ նաև հանրայնացնեմ, որպեսզի մենք հասկանանք, պետական մարմինները հասկանան, որ մենք վերապատրաստումների հարցում ունենք խնդիրներ, ոչ թե մենք ձեզ հետ, այլ ընդհանրապես պետական համակարգում վերապատրաստման կամ համակարգը արդյունավետ չի, դրա համար քաղաքացիները չեն դիմում, կամ ֆինանսական միջոցները բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք համապատասխան իրոք գիտելիքների վերաթարմացում իրականացնենք, կամ ինչ-որ բան այն չի եւ սա պետք է շտկվի պետագայի համար։ Խնդրեմ։ Համաձայն եմ, պարոն Վարդանյան, ես մի փոքր հավելում անեմ կապված ընդդիմադիր падգամավորների ներգրավվածության, իհարկե
բոլոր բարեկամական խմբերում ներգրաված են ընդդիմադիր падգամավորները, բարեկամական խմբի ղեկավարն է որոշում այն կազմը, որով որ մեկնելու է, իհարկե գործուղումը ձևակերպվում է կարգադրությունը լինում է ազգային ժողովի նախագահի կողմից, բայց նաև ուզում եմ հավելեմ, որ ազգային ժողովի նախագահին գրություն է եկել պարոն Սեյրան Օհանյանից, որ Հայաստան դաշինքը հրաժարվում է իր հետ մեկնել գործուղման, Հայաստան դաշինքի падգամավորները հրաժարվում են իր հետ մեկնել գործուղման եւ մենք ամեն անգամ գիտեմ, որ նախագահի աշխատակազմից, ազգային ժողովի նախագահի աշխատակազմից կապնվում են այդ բարեկամական խմբում ներգրաված падգամավորների հետ ընդդիմադիր տվյալ խորհրդանական վեաժողովում ներգրաված ընդդիմադիր падգամավորների հետ եւ ամեն անգամ մենք ստանում ենք մերժումներ։ Ես շատ կարճ մեկնաբանում, ես շարունակելու եմ այդուհանդերձ բոլոր պատվիրակությունների հարցում դիմեմ մեր գործընկերներին եւ ներգրավեմ բոլոր խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի ներկայացուցիչներին պատվիրակության կազմում, որովհետեւ նաեւ միջազգային հարթակում տեսնեմ, որ մենք բազմազանություն ունենք կարծիքների եւ բոլոր ներգրաված են։ Այլ հարցեր խնդրեմ պարոն Մինասյան։ Կարճ մի հատ արձագանք, էլի լավ կներ, եթե պարոն Առաքելյանը վկայակոչեց գրությունը, նաև պատճառն ասել ինչու, եթե չի ասում, ես կարող եմ ասել, այո, այդ գրությամբ մենք տեղեկացրել ենք, որ Ալեն Սիմոնյանի հետ կապված նրա մեր գնահատմամբ հակապետական եւ հակահայկական հայտարարությունները թույլ չեն տալիս, որպեսզի մեր ներկայացուցիչները լինեն իր գլխավորած այսպես պատվիրակությունների կազմում, բայց նաև ուզում եմ արձանագրել մի կարևոր բան, պարոն Առաքելյան, պարոն Վարդանյան, այն որ բարեկամական խմբերի ղեկավարները ինքնուրույն են որոշում, դա իրավունք չի վերապահում բարեկամական խմբերի առանձին ղեկավարների, խոսքը տվյալ դեպքում օրինակ պարոն Վարդանյանի մասին չէ, բայց շատ բարեկամական խմբերի ղեկավարներ իրենց նախընտրությամբ իրենք են որոշում, թե ընդդիմադիր падգամավորներից ումը ներառեն։ Դա անթույլատրելի վարքագիծ է, մենք մեր գնահատմամբ մի քանի անգամ նաև գրություն ենք ուղարկել, որ տվյալ դեպքում փոխանցեք հրավերը թիվը, որպեսզի պահպանվի նաև համամասնությունը, խմբակցությունը ինքը կորոշի, կքննարկի падգամավորների հետ եւ կծանուցի, կտեղեկացնի, որովհետեւ ի վերջո բարեկամական խմբերի այցը քաղաքականության վերաբերմունք է եւ թե երկրներում որտեղ գնում են եւ թե նաեւ են կազմով, որը որ գնում է ցավոք սրտի չի պահպանվում դա չի ուղղակի չի պահպանվում եւ սա եւս մեկ անգամ առիթն օգտագործելով ուզում եմ դիմել որպեսզի հարգենք առնվազն գոնե այս սկզբունքը ոչ թե բարեկամական խմբի ղեկավարը ինքը իր նախասիրությամբ նախընտրությամբ որոշի թե ով ներգրավի, այլ կա խմբակցություն, ի վերջո խմբակցությունում ներգրավում են բարեկամական խմբերում ներգրավում են խմբակցության առաջարկության հիման վրա։ Սա է։ Այլ հարցեր։ Շնորհակալություն պարոն Առաքելյան։ Ձեզ եմ շնորհակալ